Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նեանտապանի հետաքրքիր զրուցակից հաղորդաշարն է եւ այսօր իմ զրուցակիցն է Միքայել Պետրոսյանը, որը ստեղծել է շատ հետաքրքիր մի կայք hi-armenia.com. Այդ կայքը իրանց ներկայացնում է մի մեծ արխիվ հայկական մշակութային ժառանգության, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության եւ ես այսօր խնդրել եմ պարոն Պետրոսյանին մի փոքր ներկայացնել կայքի մասին։ Ողջունում եմ պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ներկայացրեք նախ ինչու հանկարծ որոշեցիք ստեղծել այդպիսի կայք։ Այդ կայքի ստեղծումը որոշումը որպեսզի ստեղծենք այդ կայքը այն բանով, որ բավականին շատ ինֆորմացիա էր հավաքվել եւ ցանկացա որպեսզի այդ ինֆորմացիան մեր հանրությանը։ Ինչպես էր հավաքվել այդ ինֆորմացիան։ Այդ ինֆորմացիան հավաքվել էր շատ վաղուց, սկիզբը շատ վաղուց էր, երբ որ դեռևս երիտասարդ էինք այն ժամանակ, Հայաստանը մշակութային վերելք էր տիրում, Հայրիկ Մուրադյանն էր ասպարեզում իր անմոռանալի հրաշալի երգերով, Լուսինե Զաքարյանը, Չեքիջյանը, փառատոներ էին կազմակերպվում Պոլիտեխնիկ ինստիտուտում, որին մասնակցում էին ամբողջ սովետական միությունից հայկական մշակութային խմբեր իրենց բարերով, երգերով եւ մեծ ոգևորության մեջ էին հատկապես այն ժամանակվա ուսանող երիտասարդությունը։ Մենք նույնպես ոգևորված էինք, կազմեցինք արշավախումբ եւ որոշեցինք ճանաչել Հայաստանը։ Եվ այդ արշավախմբով, որի ղեկավարն էր Աբգարյան Ռաֆիկը, առաջի գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, երբ որ արդեն հաշն էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրությունների ժամանակ միած ստեղծվեց առաջի խորհրդարանը, ինքը պատգամավոր ընտրվեց, երևի ինչ որ մարդիկ կհիշեն իրեն, եւ բայց դրանից առաջ մեր արշավախումբը ստեղծվել էր դրանից առաջ։ Եվ այդ արշավախմբով մենք շրջում ենք Հայաստանով մեկ, նաև Ղարաբաղով, նաև Նախիջևանով, հիմնականում պատահական տրանսպորտով տեղ էինք հասնում եւ շարունակություն է տարածքում ուսապարկերով շրջելով որոշում ենք հավաքել ինֆորմացիան մեր հուշարձանների մասին։ Հետո սկսեցինք լուսանկարել այդ հուշարձանները, ոչ միայն տեսնել, ոչ միայն նայել, այլ նաև լուսանկարել։ Լուսանկարելուց հետո եկավ մի շրջան, որ որոշեցինք նաև չափագրել այդ հուշարձանները։ Եվ բավական մեծ բազա ստեղծվեց այդ հուշարձանների չափագրության։ Հիմա այդ չափագրությունների արխիվը գտնում է Ռաֆիկ Աբգարյանի քրոջ Էլմիրայի մոտ։ Մեծ արժեք ունի իմ կարծիքով, եւ եթե ինչ որ հետաքրքրված կազմակերպություններ կան Հայաստանի մշակույթով, ինձ թվում է դա պետք է հետաքրքրի հուշարձանների պահպանության կոմիտեին, որովհետև այն հուշարձանների մի մասը, որ մենք չափագրել ենք, այլևս գոյություն չունեն, ոնց որ դրանք հիմա դարել են այդ արխիվները սկզբնախվեր են նաև։ Գոյություն չունեն, ինչ նկատի ունեք։ Ավերել են, թուրքերն են ավերել։ Այսինքն դուք նաև Արցախն եք։ Այո, նաև Արցախը։ Հատկապես Արցախը, Արցախում ավելի ուշադիր էինք, որովհետև այն ժամանակ մենք ոնց որ թե շատ ծանր ժամանակներ էին Արցախում, այն ժամանակ երբ Գևորգովն ու Ալիևն էին իշխում, այնտեղ արդեն երևում էր էլի, որ Արցախը
իրանք դատարկելու մտադրություն ունեն։ Այդ պատճառով Արցախին հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում եւ այնտեղ բազմաթիվ չափագրություններ կան հուշարձանների։ Եվ այդ արխիվը այժմ կարելի ասել համարյա անհայտ արխիվ է, բայց գոյություն ունի։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ կազմակերպություն հետաքրքրում է, կարող է հետաքրքրվել այդ արխիվները մշակել, Շատ պահպանել։ լավ, այսինքն դուք բացատրում եք, որ դուք նյութ բավականին շատ նյութ ունեիք եւ այդ նյութը ցուցադրելու անհրաժեշտություն կար եւ փաստորեն երբ ստեղծվեց ձեր կայքը եւ ինչպես էր կայքը կոչվում եւ սկսեք խնդրեմ ներկայացնել կայքի բաժինները ձեր։ Կայքի ստեղծումը տենց ոնց որ հանկարծակի առաջացավ այդ ցանկությունը, այն ժամանակ երբ որ արդեն ինտերնետը մտավ Հայաստան եւ հնարավորություն ստեղծվեց որպեսզի ինչ-որ մի կայք ստեղծվի, հենց այդ ժամանակ էլ այդ կայքի ստեղծման գաղափարը առաջացավ։ Ցանկությունն էր, որ այդ ամբողջ հավաքած ինֆորմացիան ոչ թե ամբողջը, գոնե մի մասը ներկայացնենք հանրությանը, մարդիկ եթե հետաքրքիր են մտնեն, տեսնեն կայքը հետսետե տենց սկզբից քիչ էր, հետո ես իր ինֆորմացիան հետո կամաց շատացրեցինք եւ հիմա բավականին ինֆորմացիա կա։ Կայքի բաժիններ նայեք, երբ որ մտնում եք կայք, ես խնդրեմ ցույց տա մեր ռեժիսորը կայքը։ Երբ որ կայք եք մտնում, այս կետերը դրանք հուշարձաններն են։ Ցույց տամ նաեւ ստեղ Նախիջևանի մասն էլ կա, Արցախի մասն էլ կա։ Մի հատ շեշտեմ, որ այս Նախիջևանի մասը Արգամ Այվազյանի Նախիջևան գրքից է իր թույլտվությամբ, իր բարեհաշ թույլտվությամբ այս բոլորը այստեղ ցուցադրում ենք ինֆորմացիան վերցրել ենք հենց իր գրքից իր թույլտվությամբ։ Հիմա այս Նախիջևանի հատվածում այլևս ոչ մի հուշարձան չկա։ Բոլորը վերացած են։ Բոլորը քանդել ավերել են մեր թշնամիները։ Ցույց տամ շատ հետաքրքիր է ինձ համար շատ հետաքրքիր է նայեք ինչ աշխատանք է կատարել հարգելի Արգամ Այվազյանը Նախիջևանը պատմության խաչմերուկներում նայեք ինչ խնդրում եմ ով որ հետաքրքրված է նայ այստեղ այնպիսի ինֆորմացիա կա նայեք բնակության չեք տեսնում ինչ եք տեսնում մեկնաբան եք խնդրեմ նայեք այստեղ կան բնակության թիվը ըստ տարեթվերի թե ինչ դեմոգրաֆիան այսպես ասած ազգագրական վիճակը տարբեր թվականներով հուշարձանների ոչ թե նկարագրությունը թվարկումը տեսեք ինչ հետաքրքիր ինչքան հսկայական աշխատանք է կատարված սա պատմելով չի լինի պետք է եթե ինչ-որ մեկը հետաքրքիր են նստի եւ ուսումնասիրի որովհետեւ սա գիտական հսկայական աշխատանք է սա գրքից է այո գրքից է ես ցույց տանում եմ մարդիկ իմանան որ մտնեն նայեն մասնագետներն էլ կարող են այստեղ մտնել հիմա քանի որ գիրքը դժվարամատչելի բան է դարձել կայքը այդ հնարավորությունը տալիս է մտնել ուսումնասիրել նայել նաեւ այստեղ նայեք հուշարձանները կան եթե մտնում նայեք քոյք եթե հուշարձանի վրա տեսեք ձեռք է դառնում սխմում եք այստեղ արդեն հուշարձանի նկարն է գալիս այս նկարը ինտերնետային խնդիր ունենք կամ ինտերնետային խնդիրը կամ էլ բացակայություն ինտերնետային խնդիրը կարող է լուսանկարը չլինի հա չէ այդ քիչ հավանական է բայց ոնց որ թե հա ես տեսեք ես բերեց կարող է նաև որ լուսանկարը չլինի շատ քիչ դեպքեր շատ լավ դա պատմաճարտարապետական հուշարձանների մասին էր ձեր պատմածը այո բայց ձեր կայքում ես տեսնում եմ որ բացի այդ պատմաճարտարապետական հուշարձաններից կան նաև այլ բաժիններ
կա երաժշտություն, կա գրականություն, որը եթե գրականություն, ինչպես ինչ սկզբունքով եք հավաքել։ Դա ուղղակի իմ ճաշակով։ Սկզբունք չկա այստեղ։ Երաժշտությունը նույնպես, հա։ Երաժշտությունը նույնպես, այո։ Օրինակ երաժշտության մեջ նայենք, տեսեք, կարող ենք լսել երաժշտություն այստեղ։ Այո, միացրեք, կլսում։ Օրինակ Շարատալյանին լսենք։ Շատերը հիմա գիտեն Շարատալյանին, չգիտեն Շարատալյանին։ Հին մարդիկ գիտեն, երիտասարդները չգիտեն։ Շարատալյանի օրինակ Մոկաց Միրզա հիասքանչ կատարումը լսենք։ Դուք ունեք եւ տեքստը, փաստորեն ունեք եւ այո, որի տեքստը որ կա։ Լսվում է հիմա։ Պիտի մեր մոտ լսվի։ Չէ, չի լսվում, բնականաբար։ Տեխնիկական խնդիր է։ Չէ, տեխնիկական խնդիր, հա, պատրաստ չի համակարգը ձայն լսելու համար, դրա համար չի լսվում։ Լավ, թող դիտորդները տեղյակ լինեն, որ կա այսպիսի հրաշալի, ասենք, կատարում, եթե Շարատալյան սիրում են, կարող են մտնել, լսել եւ Օֆելիա Համբարձումյան, Ռոբեն Մաթեոսյան, Արմենակ Տերաբնհամյան, Կոմիտասի բոլոր իր 4 երկերը, որոնք ինքն է երգում։ Ես այսպեսի հարց եմ ուզում ձեզ տալ։ Բոլոր ինչ որ թվարկեցիք, կարծես թե կարելի է գտնել եւ ուրիշ տեղից։ Կան այնպիսի բաներ, որ միայն ձեր կայքում են։ Թե պարզապես դուք հավաքել եք հեշտացնելու համար։ Պարզապես հավաքել ենք, կա նաեւ այնպիսի բան, որ միայն իմ կայքում է, մի քիչ անհամեստ, դա իմ մի քանի թարգմանություններն են։ Իմ, որ կարող են ասենք մարդիկ։ Այսինքն իմ թարգմանությունները։ Ինչ ստեղծագործությունների թարգմանությունները։ Հիմնականում դե նայեք, հեսա նայենք բանաստեղծություններ արտասահմանյան, ոչ թե, բան։ Հասկանալի է։ Նորիկե, Օրլանդ, Ռիլկե, Պաբլո Ներուդա եւ այլն, տես բաներ, բնագրից է։ Հասկանալի է։ Մեր հանդիպումից առաջ դուք ասացիք, որ դուք այս կայքի համար փնտրում եք կամ հովանավոր կամ ինչ որ մեկը, որը որ կշարունակի ձեր գործը։ Ես տեսնում եմ, որ այստեղ ահռելի քանակությամբ տեղեկատվություն է հավաքած։ Դուք, բայց կայքը պատրաստած է հին տեխնոլոգիաներով եւ քանի որ տեխնոլոգիաներն են ամեն կես տարին մեկ հիմա փոխվում են, բնականաբար անհրաժեշտություն է լինելու է կայքի ամբողջ թեմարանը արդեն նոր կայքի վրա հավաքել։ Դուք ինքներդ պատրաստվում եք դա անել թե ոչ, ես դա չեմ անի, որովհետեւ չեմ պատրաստում այդ անելու համար արդեն պետք է ավելի երիտասարդ մարդիկ կամ ինչ որ կազմակերպություն, ես հովանավոր չեմ փնտրում, այլ ուղղակի ես այս կայքը մեծ սիրով կհանձնեմ այնպիսի մի որևէ կազմակերպության, որը խոստանա, պատրաստ կլինի, հետաքրքրված կլինի, այս կայքը ոչ միայն զարգացնել, այլ կիրառելի դարձնել։ Ինչպես եք դա պատկերացնում։ Կիրառելին որն է։ Կիրառելին, ասենք, որևէ տուրիստական կազմակերպություն, որ սրա հիման վրա ինքը տուրիստական խմբեր ձևավորի, որտեղ շատ այդ հիմա ասենք որևէ հուշարձան գտնելու համար մի քիչ այսպես ակնհայտ է, մտնում նայում ես, տեսնում ես որտեղ կա այս հուշարձան։ Բոլոր հուշարձաններն են ձեզ մոտ։ Իհարկե բոլորը չեն, բայց այստեղ կա մոտ 600 հուշարձան, որը բավականին իսկ բոլոր հուշարձանների ցանկը պարզ է, պետական տենց հուշարձանների ցանկ կա, որտեղ այնտեղ կան հուշարձաններ, բայց գտնելն է դժվար, հետո ակնհայտ չի, այստեղ ակնհայտ է, ասենք ինչ որ մեկ ուզում է գնա Գյումրի, տեսնել Գյումրիում ինչ կա, կարող եք մտնել այստեղ նայել նախնական տվյալներ վերցնել, ասենք Գյումրիի մասին, օրինակ Մարմաշեն Գյումրիի մոտ է գտնվում, մտնել նայել, արժի գնալ այստեղ, թե չարժի, այս ինչ հուշարձան է, ու այդ տուրիստական կազմակերպության մասին եմ ասում, մտնի նայի, տեսնի հետաքրքիր է,
եթե հետաքրքիր է որ տուրիստական խումբ տանի եւ այլն։ Չէ, ես հավանավոր չեմ փնտրում, որտեղ ինքս չեմ պատրաստում դանել, այսինքն կերազեի, որ նաեւ սա կարելի ասել, որ ներկա ուրացման դեմ ինչ որ բան է, տեսնում եք։ Հիմա սրանք ամբողջը մերն են։ Մենք այս ամբողջի պահանջատերն ենք։ Ես կերազեի, որ այսպիսի բան լիներ նաեւ Արևմտյան Հայաստանի համար։ Արևմտյան Հայաստանի հուշարձաններն էլ տեղադրվեին, որ սա մերն է։ Սա Դուք որևէ համագործակցություն չեք ունեցել արդեն հանգուցյալ Սամվել Կարապետյանի, որով եւս չափագրում էր տարբեր հուշարձաններ եւ Սամվել Կարապետյանի հետ մի անգամ արշավ գնացել ենք, ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, ես տեսել եմ, այստեղ որոշ լուսանկարներ Սամվել Կարապետյանինն են, էլի իր թույլտվությամբ, Սամվել նվիրյալը Սամվել Կարապետյանն էլ, Ես ինչու հիշեցի, որովհետև նրա հիմնարկը, որը որ ինքը ղեկավարում էր երկար տարիներ, այժմ էլ գոյություն ունի եւ շարունակում են այս աշխատանքը, ես կարծում եմ դեր ճիշտ կլինի հենց իրանց էլ դիմել, որպեսզի ինչ որ ձևով այս խնդիրը լուծեն։ Իրանք հիմա տեսնում են, եթե հետաքրքրված են, կարող են հաստատել։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք, ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մշակութային վերդքից ելած փորձել են դասակարգել, հավաքել, ցուցադրության դնել հայ մշակույթի հետ կապված տարբեր բաները, պետք է ինչ որ ձևով միավորվեն, որպեսզի կարողանա հանդիմակայան, ինչպես դուք ասացիք, այս ուրացման ժամանակահատվածի եւ ես կարծում եմ, որ ձեր կայքը, որ այսքան տարի գոյություն է ունեցել, թեկուզ շատ այցելուներ չի ունեցել, բայց ինֆորմացիայի կուտակման իմաստով մեծ գործ է արել, ես ուզում եմ մեր հեռուստադիտողների անունից շնորհակալություն հայտնել ձեզ կատարած մեծ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ կգտնվեն մարդիկ, չգիտեմ, ծրագրավորողներ, կազմակերպություններ, որոնք հետաքրքրված կլինեն այս կայքը թարմացնել եւ նոր շունչ տալ այս կայքին, ավելացնել ուրեմն կայքի շտեմարանը եւ ուրեմն ներկայացնել մեր հանրությանը թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն ձեզ կայքի համար, մեր հրավերը ընդունելու համար, եթե բանն եք ասելու խնդրեմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ պարոն Հարությունյան, որ հնարավորություն տվեցիք ներկայացնելու այս կայքը։ Սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվում է, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ֆիզիկոս Միքայել Պետրոսյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։ Շնորհակալ